Բնականաբար դեպքը որպես այդպեսին մտահոգում է եւ նման ցանկացած դեպք է ինձ մտահոգում, անմիջապես տեսանյութի տարածումից հետո էլ ես եմ հանձնարարել աշխատակազմին անմիջապես ենք մենք ինքներս դիմել քրեական վարույթ նախաձեռնելու պահանջով իրավասու պետական մարմիններին։ Այս փուլում չեմ կարող ասել, որ հստակ վերջնական պաշտոնական տեղեկատվությունը ինքս ունեմ, բայց գործով միանշանակ մենք էլ ենք հետևողական լինելու։ Պարզապես կխնդրեմ նաև վարույթի արդեն իսկ նախաձեռնված լինել չլինելու հետ կապված իրավասու մարմիններից էլ տեղեկատվություն ստանալ, միգուցե այս պահին նաև զարգացումներ լինեն։ Դուք հետաքրքրվել եք ձեր դիմելուց հետո նախաձեռնել եք թե ոչ։ Դե քանի որ ես ասացի, այս պահին վերջնական պաշտոնական տեղեկատվությունը չունենք, բայց ճշտումները անմիջապես հիմա էլ երբ որ վերադառնամ, անմիջապես ճշտումները կանենք եւ եթե կարիք կա նաև ձեզ կարող ենք տեղեկատվություն փոխանցել։ Եվ երևույթը որ հա ձգվում է այդ արտահայտ տեսանյութից հետո 2-3 օրի արդեն չկա վարույթ, դուք ինչպես կմեկնաբանեք։ Նորից կասեմ, որ ճիշտ կլինի նաև վերջնական պաշտոնական տեղեկատվությունը ունենալուց հետո իհարկե վարույթի նախաձեռնման ժամանակահատվածի հետ կապված խոսենք, բայց այս առումով մի քանի հանգամանքի կուզենամ ուշադրություն դարձնել։ Ամենամեծ խնդիրներից մեկը ընդհանրապես բռնության ու վատ վերաբերմունքի դեպքերի հետ կապված ոչ այնքան վարույթի նախաձեռնման այդ ժամկետների հետ կապված խնդիրներն են, ոնց որ հենց գործերի քննության առումով, որովհետև գործերի քննության առումով միշտ ինքս նշել եմ, որ կարծես թե չափանիշային խախտումներ են մշտապես լինում այն տեսանկյունից, որ գործերից շատերով անհապաղ չի իրականացվում քննությունը եւ բնականաբար ապացույցների եւ այլնի հետ կապված հարցերի դիտանկյունից խնդրահարույց իրավիճակներ առաջանում են։ Հետևաբար այս առումով ես ինքս շատ կարևորում եմ, որպեսզի իրավասու մարմինները գործերի քննության անհապաղությունը հաշվի առնեն։ Ինչ վերաբերում է վարույթ նախաձեռնելու այդ ժամանակահատվածին, կխնդրեմ տեղեկատվությունը մենք էլ վերջնական ճշտենք, նոր ձեզ էլ կփոխանցենք անմիջապես խոստանում եմ նաև ձեզ փոխանցել։ Դուք հիմա նկատում եք, թե ոչ վարույթ հարուցել չհարուցելու այս process-ում։ Իմ պատասխանը հենց դրան էր ուղղված, եթե թույլ տաք մի հատ ճշտենք այս փուլում, հա, նախաձեռնված է, թե նախաձեռնված չէ ու դրա հիման վրա ես կարողանամ ձեզ ավելի պատշաճ մեկնաբանություն տալ։ Ես եմ շնորհակալ։ Որոշ ժամանակ առաջ սկսենք նրանից, որ հոգեվորականների դեմ ճնշումները մշտապես լայն արձագանք են ստանում ու նրանց մասին մշտապես խոսվում է ու մասնավորապես Մասյացոտ թեմը հայտարարություններ տարածել սպառնալիքների ու ճնշումների մասին, ինչպես նաև հայտարարել էին, որ դիմել են մարդու իրավունքների պաշտպանին։ Որևէ քայլ արվել է մարդու իրավունքների պաշտպանի կողմից, ինչ շնորհիվ։ Այո, միանշանակ բոլոր դեպքերով, թե նշված դեպքերով, թե նաև շատ իրավիճակներում մյուս կողմի տարբեր ներկայացուցիչներ եւս մեզ դիմում են բոլոր հնարավոր իրավիճակներով, եթե հատկապես պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապված հարցեր են, փորձում ենք մեր գործիքակազմերը գործադրել։ Այս առումով նախ կապ ենք հաստատել մի քանի ներկայացուցիչների հետ, փորձելու հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, օրինակ այնպիսի արարքների, որոնք կարող են քրեա իրավական գնահատման հանգեցնել, թե պարզապես այնպիսի արարքներ են, որոնք ըստ նկարագրության կարող են շատ ավելի տարբեր պաշտոնատար անձանց հետ կապված այլ հանգամանքների մասին վկայել եւ ըստ դրա նաեւ իրավասու մարմիններից պարզաբանումներ ենք պահանջել։ Այս փուլում դեռ ուսումնասիրությունն է ընթանում, դրանից հետո արդեն կփորձենք շատ ավելի մանրամասն խոսել, բայց այս մասով պիտի ես ինքս հստակ արձանագրում անեմ, որ թե եկեղեցու ինքնավարության, թե մնացյալ այլ հարցերի հետ կապված նաև ես ինքս պարբերաբար խոսում եմ հրապարակայնորեն։ Դեռ ոչ, որովհետև կոնկրետ այս դեպքով մեզ այն ժամանակահատվածում են դիմել, երբ անմիջապես ենք իհարկե պարզաբանումները պահանջել, բայց ժամկետի մեջ է դեռևս ընթացքը, դեռ չենք ստացել, կլինի դարձյալ էլի հրապարակային ես դրա մասին կխոսեմ։ Եվ վերջում շատ կարճ կներեք Տիկին Մանասյան, ամենայն հարգանքով ձեր աշխատանքի նկատմամբ, բայց ասում եք, որ պարզաբանումներ եք պահանջում եւ ըստ էության այդ պարզաբանումները ձեզ տրվում են, չեն տրվում, որտեղ են հայտի դեմքը, որ ազգային ժողովում մոտ հատուկ միջոցները կիրառել էին, դրա հետ կապված էիք նաեւ պարզաբանում պահանջել եւ կարծեք թե չստացաք, որտեղ այդպես էլ չասացիք ի վերջո այդ զենատեսակ, հա, Զարյա 3, եթե ճիշտ եմ ասում, կիրառվել է թե ոչ։ Վեդի համայնքան պետի աշխատակիցը, որ ահազանգեց, պետք է ուսումնասիրել, տեսնել իսկապես իրեն իր կամքին հակառակ հիվանդանոցից են բերել պատարագին մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած։ Դուք կներեք ասում եք, բայց հետո մենք հետևանքները չենք տեսնում։ Նարեկ ջան,
ամենայն հարգանքով նաև ձեր աշխատանքի նկատմամբ, բայց կարծես թե հիմա մի բան ենք քննարկում, որն այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, հետևաբար փորձեմ մի քիչ ավելի մանրամասն խոսել, այդ թվում կոնկրետ դեպքերով, գրեթե բոլոր հարցերի հետ կապված պարզաբանումներին մշտապես ստանում ենք պատասխաններ, այս առումով իրավասու մարմինների հետ հաղորդակցության տեսանկյունից կարելի ասել չկա խնդիր, կան մի շարք իրավիճակներ, որոնք հետագայում տեղ են գտնում մեր զեկույցներում, որովհետև մեզ համար պարզաբանումները բավարար չեն լինում եւ այդ դեպքերից մեկը եղել է ձեր կողմից հիշատակված ազգային ժողովի շենքի դիմացի հատուկ միջոցների կիրառման դեպքը, որի իրավիճակը թե հրապարակային է իմ կողմից քննադատվել, թե նաև մեր նախորդ տարվա տարեկան հաղորդման շրջանակներում է հատուկ տեղ գտել այն տեսանկյունից, որ հանրությանը տեղեկատվություն չտալ կիրառված հատուկ միջոցների մասին, դա արդեն իսկ նշանակում է կոնկրետ գործերի քննության առնչությամբ եւ նաև արժանահավատության առնչությամբ խնդիր մարդու իրավունքների դիտանկյունից, հետեւաբար այս հարցի վերաբերյալ բազմիցս խոսել եմ, այո, ինձ տեղեկատվությունը փոխանցել են, բայց հատուկ շեշտադրել են, որ տեղեկատվությունը նախաքննական գաղտնիք է, խնդրում ենք դա բնականաբար դրա հետ կապված հարցերը այլ տրամաբանություն ունեն։ Նորից կճշտեմ, որ հանկարծ այսօրվա պահի դրությամբ որևէ փոփոխություն տեղի ունեցած չլինի, բայց ամեն դեպքում սա խնդիր է, անկախ նրանից, թե ինչ տրամաբանությամբ է հաղորդակցությունը վարվում։ Սա խնդիր է եւ սրա վերաբերյալ ես ինքս ոչ միայն պարզապես հրապարակային խոսել եմ, նաեւ լրագրողների հարցերին պատասխանելիս այս սա տեղ է գտել նաեւ մեր զեկույցներում ըստ էության։ Մնացյալ դեպքերի հետ կապված էլ վեդի համայնքապետարանի աշխատակցի դեպքը հիշատակեցիք, այդ դեպքի հետ կապված մենք անձամբ ենք խոսել քաղաքացու հետ եւ նաեւ զգայուն թեմայով փորձել ենք նրա իրավունքների պաշտպանություն իրականացնել։ Այն հանգամանքը, որի մասին խոսում էիք, հիվանդանոցից իրեն բերման ենթարկելու եւ այլն, հանգամանքը չի հաստատվել որպես այդպիսին։ Բայց նաեւ քաղաքացին այլ հարցերի հետ կապված խնդրել է, որ իր հետ կապված զգայուն լինեն նաեւ հրապարակումներում եւ այլն, դրա պատճառով անընդհատ բազմիցս խոսում եմ այն մասին, որ հանրային գործիչների մասին այո կարող ենք հանգիստ հրապարակումներ անել իհարկե իրավաչափության սահմաններում, բայց սովորական քաղաքացիների պարագայում դա շատ դեպքերում խնդրահարույց է նաև նրանց նկատմամբ ազգայնությունը պահպանելու առումով։ Դրա համար այս դեպքում կոչ եմ անում պարզապես քաղաքացու հետ կապված այդ թվում հրապարակումները հնարավորինս զգայուն իրականացնել, բայց իր կողմից մեզ չի փոխանցվել այնպիսի տեղեկատվություն, որի հիման վրա մենք կարող էինք իրավունքի խախտման փաստ արձանագրել։ Տեսեք, մնացած դեպքերի պարագայում հնարավորություն ունենում ենք շատ իրավիճակներում։ Վերջերս այս ամիս ես միայն 2 խախտման որոշում եմ կայացրել։ Մեկը կրթության ոլորտի հետ կապված, մյուսը ազատությունից զրկված անձանց, հատկապես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի եւ այլ հարցերի հետ կապված, բայց դրա համար պիտի ունենանք պատշաճ փաստեր բավարար։